ունեցել։ Ինչպես գիտեք, ընտրությունների օրվա ավարտից հետո, երբ այսպես հրաշագործ աճպարարությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների քվեները այսպես վայրկյանների ճշգրտությամբ ավելանում եւ պակասում էին, դա նաեւ գիշերը հաշվարկի գործընթացի ընթացքում ժամանակահատվածում էր ակնհայտ, վաղ առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվային տվյալներով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հատում էր անցողիկ շեմը, այնուհետև րոպեների ճշգրտությամբ ըստ ամենայնի եւ ամենայն հավանականությամբ համապատասխան SMS-ի ստացումից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Ամսի 7-ին հաջորդող օրերի ընթացքում մենք տարբեր ընտրատեղամասերում պահանջել ենք վերահաշվարկներ եւ իրականացրել ենք վերահաշվարկներ, մեր բողոքների հիման վրա իրականացվել է այդ գործընթացը եւ բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրված եւ հայտնաբերված անճշտությունների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկու անգամ ավել չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։ Եվ արդեն 3 ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։